Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Հնդկաստանը Հայաստանի հետ ռազմական համագործակցության նոր ուղղությունների հնարավորություն է տեսնում։ Կարգալույց հռչակվելուց հետո էլ եպիսկոպոս Սարոյանը չի ազատում Մասիսի թեմի առաջնորդի աշխատասենյակը։ Հայ-իրանական սահմանին ձերբակալվել են Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ, որոնք փորձել են ապօրինի անցնել Իրան։ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են բանակցել ամերիկյան կողմի հետ։ Հայաստանաբնակ իրանցիները նորից ահազանգում են ճնշումների մասին։ Ուկրաինան կրկին լայնածավալ հարձակման է ենթարկվել, Պուտինը համաձայն է Զելենսկիի հետ հանդիպել միայն Մոսկվայում։ Քարորիա այցով Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը, նախարար Պապիկյանի հետ հանդիպմանը գեներալ Չաուհանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցության զարգացումը, ինչպես նաև նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրության նոր ուղղություններ։ Պաշտոնական հաղորդագրություններում այլ մանրամասներ չկան։ Հնդկաստանը Հայաստան զենքի խոշոր մատակարարն է։ Հնդիկ գեներալի այցի տևողությունը նկատի ունենալով ռազմական վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ սա ամենևին էլ արարողակարգային այց չէ։ Սա ըստ էության մատնանշում է այս բանակցությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկվող հարցերի մասշտաբը։ Կարծում եմ կքննարկեն համատեղ զորավարժությունների անցկացումը։ Մենք երբեք Հնդկաստանի հետ զորավարժություններ չենք անցկացրել։ Կքննարկեն զինամթերքի հետագա մատակարարումները, ինչպես նաև պարապմունքներն ու փորձի փոխանակումն ու անգամ որոշ զինատեսակների համատեղ նախագծերը։ Հասկանում ենք, որ պինականները հավանաբար օգտագործվում են հայկական բանակում եւ հրթիռների առաքումը իհարկե հատուկ նշան է, որ երկու երկրների միջև վստահությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Այն տեսակները, որոնց մասին հնդկական մամուլը գրում է, շատ դեպքերում Հայաստանը ըստ էության առաջին օտարերկրյա գնորդն է։ Մենք գնում ենք որոշ զինատեսակներ, որոնք անգամ Հնդկաստանը դեռ չի կիրառել։ Այդուհանդերձ դրանք փորձարկվել են։ Կարծում եմ նորմալ կլինի։ Գուցե մեզ մոտ խնդիր լինի նոր զինատեսակներին սովոր չլինելու պատճառով։ Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ օրերս փորձել են Հայաստանից ապօրինի հատել Իրանի սահմանը, սակայն ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նրանց։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 7 անձ կալանավորված է, առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան։ Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով։ Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը այսօր դիմելով խորհրդարանին ասել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունները, եթե հայկական կողմը պարտավորվի, որ նոր սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի։ Երևանն անհիմն է համարում Բաքվի այդ պահանջը։ Սահմանադրական փոփոխություններ իշխանությունը նախատեսում է ընտրություններից հետո։ Դատարանն այս պահին քննում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգելու հարցը։ Նա 7 տարվա վաղեմության թմրանյութի գործով է անցնում։ Բարձրաստիճան հոգևորականը չի ընդունում մեղադրանքը, պնդելով, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել իր ասուլիսից հետո, երբ հայտարարել է, որ եկեղեցին չի հնազանդվելու։ Հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գործողություն, որ իբր Արշակ Սրբազանը կատարել է այդ գործողությունը, որը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այսինքն այն ինչ որ գրել են գործողությունները, եթե օրինակ ենթադրենք դա իրականում տեղի ունեցած լիներ, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի Արշակ Սրբազանին մեղադրել այդ հոդվածում։ Ընդհանրապես այս դեպքում պիտի որևէ խափանման միջոցի մասին խոսք չլինի, բայց մեր իրականության մեջ այո, միջնորդվել ենք բոլոր հնարավոր այլընտրանքային խափանամիջոցները, այդ թվում դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի, բայց հույս ունենք շատ մեծ, որ հավատում եք, չէ՞ էլի։ Բան էլ չի փոխվել, նույնն ինչ որ եղել է։
Նախորդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Գագիկ Ծառուկյանն ամենայն հավանականությամբ այս անգամ էլ ընտրապայքար կմտնի Բարգավաճ Հայաստանի առաջնորդը դեռ անձամբ չի հաստատում, որ իր կուսակցությունն է առաջադրվելու, բայց հայտնի է, որ նա արդեն այլ ուժերի հետ բանակցություններ է վարում։ Պատրաստվում եմ, այո։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում։ Ազատությանը հայտնեց դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Հենց այս կոնսոլիդացիայի շրջանակներում էլ Սուրենյանցը Ծառուկյանի հետ կմասնակցի 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքով թե կուսակցությունով նախընտրական ձևաչափն ըստ քաղաքական գործչի կորոշվի առաջիկայում։ Ընտրական օրենսգրքի համաձայն կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, դաշինքների համար 8-ից 10%, կախված կուսակցությունների քանակից։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ 3-ից 4 կոնսոլիդացիոն կենտրոն կա ընդդիմության դաշտում։ Այո, մեր համար ամենաարժանահավատը այդ կոնսոլիդացիոն կենտրոններից այն առանցքն է, որ ձևավորում է Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Վստահաբար այդ կոնսոլիդացիոն կենտրոնով ենք մասնակցելու ընտրություններին։ Ինչպիսի ձևաչափ կորոշվի մասնակցության, դա քննարկելու հարց է, առաջին հերթին պարոն Ծառուկյանը կորոշի ձևաչափը։ Ծառուկյանը կառաջնորդի ամեն դեպքում, ճիշտ է այդ ուժը լինի դաշինք թե կուսակցություն։ Դե ինձ թվում անկասկած է, որովհետև նույնիսկ Գելափի հարցումները ցույց են տվել վերջին, որ ինքը քաղաքական դաշտում ամենակոնսոլիդացնող գործիչն է, եւ ես կարծում եմ, այս քաղաքական կոնսոլիդացիայի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է։ Եվ հետեւաբար նա էլ կլինի վարչապետի թեկնածու։ Դե ես նման բան եկեք չասեմ, հա։ Եկեք նման բաներից ձեռնպա մնամ, ասում եմ կոնսոլիդացիոն կենտրոնի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է։ Թե էլ որ ուժերը եւ քաղաքական գործիչները կմիանան Ծառուկյանին, Սուրենյանցը հրաժարվեց ասել։ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետ Ատոնոյանն էլ առանց անուններ տալու այսօր Ազատությանը փոխանցեց, որ տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ քննարկումներ են ընթանում։ Ընտրությունների մասնակցության ձևաչափի շուրջ էլ դեռ քննարկում չեն ունեցել։ Այս պահին մշակում են առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Եվ ասենք մասնակցել եմ առաջարկ Հայաստանին ծրագրով։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով։ Հենց դրա շրջանակներում էլ Ծառուկյանը տարբեր ոլորտներին առնչվող առաջարկներ է հավաքագրում, ներառյալ ներքին համերաշխության, իրական խաղաղության, խեղճության մերժման, արդար բարքերի, ընդունակների իշխանություն ձևավորելու հարցերի շուրջ։ Ենթադրվում է, որ հենց առաջարկ Հայաստանինն էլ կդառնա Ծառուկյանի առաջնորդած ուժի նախընտրական ծրագիրը։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիր այս վիճակից հանի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավարն ասում է, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ֆավորիտներն արդենից կուրվագծվում են։ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող քաղաքական կոնսոլիդացիան, գործարար Սամվել Կարապետյանի մեր ձևովը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը։ Արդեն իսկ ձևավորվող այս ուժերի ֆոնին Սուրենյանցը բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի շուրջ կազմավորվող ուժի շանսերը, հաշվի առնելով այն թեզերը, որ կան իրենց ծրագրում, մասնավորապես մերիտոկրատիկ կառավարման, հասարակական համերաշխության, պոզիտիվ օրակարգեր ձևավորելու շուրջ։ Իմ կարծիքով Ծառուկյանի շուրջ արկա կոնսոլիդացիոն կենտրոնը ունի բավականին բարձր հանրային վստահություն, իսկ թե որտեղում կլինի դա էլեկտորալ ինչպիսի դրսևորում կստանա, ճիշտ ասած գուշակություններ չեմ ուզում անել։ Միանշանակ կարող եք պնդել, որ խորհրդարանում կհայտնվեք։ Միանշանակ կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք։ Միանգամայն հաղթահարելի է այդ բարիերը եւ մենք ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարներից մեկը կլինենք, դրանում համոզված եմ։ Ինչ վերաբերում է իշխող ԿՊ-ին, ապա քաղաքական գործիչը պնդում է, թե վարչապետ Փաշինյանի առաջնորդած ուժը 50+1% ձայն հավաքելու շանսեր չունի եւ ընդդիմադիր ձայների համախումբը շատ ավելի մեծ է։ ԿՊ-ի վերարտադրվելու շանսերը ցածր եք գնահատում։ Որտեղ իրենք ասում են մենք 50 գումարած մեկ ենք։ Եթե տոտալ կեղծիքներ չլինի, շանսը զրոյական եմ նույնիսկ համարում։ Այդպիսի շանս կարող է լինել միայն տոտալ կեղծիքների պարագայում։ Կդիմեն, իսկ ինչ եք կարծում։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ հեղափոխության այդ վերջին նվաճումից էլ իրենք շատ հեշտությամբ կձերբազատվեն, որովհետև տեսեք, ռեպրեսիաներ, ընտրական օրենսգրքի կամայական փոփոխություններ, ժեստեր են արվում բյուրոկրատիայի իշխանության նկատմամբ, այդ կլորիկ պարգևավճարները նկատի ունեմ, իսկ եթե իշխանությունը հասարակության փոխարեն ժեստեր անում բյուրոկրատիային, այն էլ ընտրական տարում, դա արդեն ցույց է տալիս ինքը
ինչպիսի բովանդակությամբ ընտրությունները պատկերացնում։ Այդպիսի բաներ մենք 2000-ականներին շատ ենք տեսել։ Դա տալիս են, որպեսզի վարչական ռեսուրսը առավելագույնս կոնսոլիդացվի։ Եթե սա համակցում ենք ռեպրեսիաների, ընտրականի օրենսգրքում ֆիլտրումների համակարգներ դնելու այս ընդհանուր ջանքերի հետ, պատկերը դառնում է ակնհայտ։ Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է։ Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններն այլևս չեն կեղծվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է հայտարարում, միաժամանակ հիշեցնելով ընդդիմադիրներին նրանց իշխանության տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին։ Քաղաքական գործիչները պատիեզներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում։ ԿՊ-ում վստահ են, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ևս հաղթելու են, այս անգամ նախորդից ավելի շատ ձայն հավաքելով։ Եկեղեցու թեմային վերադառնալով այժմ էլ նախորդին մի քանի հոգևորականների դեմ հարուցված գործի հետքերով նրանք մեղադրվում են դատարանի որոշումը չկատարելու համար, որոշման հասցեատերը կարգալույծ արված Գևորգ arczepiskopos-ը չի ազատում թեմի գրասենյակը։ Ձեզ եպիսկոպոս ու թեմի առաջնորդ համարում եք։ Լավ, ասեք։ Ուզում եք ասեմ, մենք հայտարարություն ունենք տարածած, որ իր որևէ որոշում մեր համար այլևս լեգիտիմ չի։ Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկարված ու կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը աշխարհի կանոնով Արման Սարոյանը եպիսկոպոսական սքեմ է կրում եւ նստած է Մասյացոտնի թեմի առաջնորդի սենյակում։ Թող օրը 24 անգամ ինձ կարգալույց անի, եթե այդ իրեն կմխիթարի։ Այսին դեպքը չի, որ իր ուզածով, կամայականությամբ, չգիտեմ, բռնությամբ ու ուժով պիտի հարց լուծի։ Այդ դեպքը չի։ Չի իմ համար գաղափարական պայքար է, իմ համար մեկ է այս ամեն ինչը։ Բարև ձեզ, ասված բաբաներ սնեք։ Եպիսկոպոսական ժողովը, որ պիտի այս ամսվա կեսին հրավիրվեր Վիեննայում, տապալվում է։ Շաբաթօրը հերթով քննչական կոմիտեի շենք մտան 6 եպիսկոպոսներ, թարմ մեղադրյալներ, բոլորը հանրապետությունից չբացակայելու խափանման միջոցներով։ Սա այո, եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Քրեական այս մի պատմության առանցքում հենց Սարոյանն է, նա դատարան էր դիմել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով։ Դատարանը բավարարել էր, բայց մայրաթորը նրա տեղում այլ հոգևորականի էր նշանակել։ Ավելին, Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովում մասնակից եպիսկոպոսներն առաջարկել էին կաթողիկոսին կարգալույց անել Գևորգ Սրբազանին, եւ այդպես էլ եղավ։ Ու ճուշացավ քրեական վարույթը, հոգևոր խորհրդի անդամները դատական ակտը չեն կատարել, մեղադրյալներ են։ Այդ քրեական վարույթի նախաձեռնմամբ ըստ էության իրավաբանությունը կարելի է համարել ավարտված քննչական կոմիտեում։ Քննչական հրավիրված հոգևորականների փաստաբանները պնդում են ներեկեղեցական հարցերը աշխարհիկ դատարանով լուծելու այս աննախադեպ իրադարձությունը արկածախնդրություն է, չտեսնված միջամտություն եկեղեցու ինքնակառավարմանը։ Եթե կամայականորեն է կառավարվում, ես ուր դիմեմ, չեք ասի ինձ, ուր դիմեմ։ Այսինքն այն մնացածի 100 քանիսի պես, որ զոհվել են, ես էլ զոհվեմ, հանուն ինչի, հանուն կամայականության ու թույլ տամ, որ հայ եկեղեցին դառնա քաղաքական ուժերի ձեռքին խաղալիք, հա, կամ օտարշահերի ծառայի, համակերպեմ դրա հետ, չեմ համակերպելու։ Սարոյանը զոհվելը նկատի ունի որպես եպիսկոպոս զոհվել, այսինքն հոգևորականի կարգից զրկվելը։ Կարծում է, որ թեպետ որպես թեմի առաջնորդ աշխատանքային պայմանագիր մայրաթորի հետ չուներ, բայց այս վեճը կարող էր դատարան հասցնել։ Թող այդ պայմանագիրը լիներ, այդ նշանակում է ես պիտի զոհվեմ։ Շեշտում է դատարան է դիմել, որովհետև եկեղեցական ատյանները սպառված են, կաթողիկոսն ասում է դեռ պետք է պատասխանի իրենց 10 եպիսկոպոսների հրապարակած մեղադրանքներին, ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկել Արշակ եպիսկոպոսին վերագրվող սեռական սկանդալից հետո։ Հրաժարականի պահանջ ենք ներկայացնում, ինքը ինձ նամակ է գրում, որ ուզում է հանդիպել։ Իմաստը, հրաժարականի պահանջ կա,
նախ հերքի մեղադրանքներ, ես քո հետ ինչ հանդիպեմ։ Ըստ եկեղեցական կանոնադրության վեհափառը թեմի առաջնորդին կարող է պաշտոնից հետ կանչել, նշված է անհրաժեշտության պարագային։ Նույն կանոնադրության մեկ այլ հոդվածով մայրաթորի միաբանը, եթե անկարգ ընթացքի մեջ է, վեհափառից նախ բանավոր նկատողություն է ստանում։ Եթե անկանոն ընթացքը շարունակվում է, նկատողությունը դառնում է գրավոր։ Եթե անկարգը համառ է, նա պաշտոնազրկվում կամ ժամանակավոր փիլոնազրկվում է։ Ծայրահեղ պարագայում հայրապետը տնօրինում է կարգազրկումը, կարդում ենք փաստաթղթում։ Ես որևէ նկատողություն չունեմ, որևէ ձևով, տեսեք, հենց ես խոսեցի, հենց ասեցի սա սխալ է, ես դարձա բռնարար, հա, այդ ոնց։ Սարոյանն առաջարկում են նույն փաստաթղթին նախաբանին նայել։ Այստեղ նշված է եկեղեցու դավանությունն ու վարդապետությունը տիեզերական ժողովների ու հայրերի հաստատած կանոնների վրա է հիմնվում։ Իսկ ըստ այդ կանոնների եպիսկոպոսական աստիճանից զրկվում են միայն եպիսկոպոսական ժողովի որոշմամբ։ Ստացվում է եկեղեցու կանոնադրությունն ու հնագույն կանոնագրքերը հակասում են միմյանց։ Եվ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքում։ Մեղադրյալ եպիսկոպոսներից Մակար Սրբազանը պնդում է, այնուամենայնիվ միանձնյա որոշում չի եղել, գերագույն հոգևոր խորհրդի անդամներով են առաջարկել, իսկ այս մարմինը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները լեգիտիմ չեն համարում, որովհետև կազմը պիտի թարմացվեր դեռ 5 տարի առաջ։ Վեհափառի տնօրինած որոշումը դատարան տանելը մեղադրյալներն իրենք չեն ընկալում։ Ես ուխտ եմ արել, Իջման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Մեր ուխտը մեր հավատքին ու հայրենիքին է վերաբերում։ Ոչ թե անձերի, էլ չեմ ասում շեղված անձի։ Ընդամենը 2 ամիս առաջ վեհափառի հանդեպ հավատարմության անսասան ուխտի մասին էր խոսում Գևորգ Սրբազանը։ Հիմա պնդում է, հետո հասկացա, որ եկեղեցին օտարին է ծառայում ու քաղաքականության մեջ է ներքաշված։ Իսկ իշխանությունը ներքաշված է եկեղեցական առօրյայի մեջ, այն էլ ուժայինների ակտիվ ներգրավմամբ։ Պետությունը իրավունք չունի թողնելու 1700-ամյա ինստիտուտը ծառայեցնեն օտար շահերի։ Քաղաքապետկա ինքն է որոշում, թե որ քահանան խորան բարձրանա։ Գյուղապետ, որ եկեղեցու քահանային հորդորում է հեռանալ, ԱԱԾ-ական, որ հոգևորականին համոզում էր շրջանցել վեհափառի անունը։ Ինչու է եկեղեցու բարենորոգման հարցը ներթափանցել բոլոր ոլորտներ։ Որևէ մի դեպքում ես ներկա չեմ եղել։ Ինքն ու Մասյացոտնի թեմի առաջնորդարանի տարածքը ուժայինների հսկողության տակ են։ Սրա բացատրությունը Սարոյանն ունի։ Ամբողջ ընտանիքս տերորի է ենթարկում։ Անգամ 10 տարեկան իմ եղբոր աղջկան, որը Մոսկվայի եկեղեցու դպրոցում է սովորում, հանել են դպրոցից։ Ճնշումների մասին են խոսում երկու կողմերն էլ։ Եպիսկոպոսական ժողովը տապալված է։ Հայտնի չէ հեռավար ձևաչափով այն կկայանա, թե ոչ։ Արդեն եկեղեցիներն են բաժանվում կաթողիկոսին պաշտպանող ու նրա հեռացումը պահանջող թևերի միջև։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին օրինակ Սարոյանի տիրապետության տակ է, բայց ինքն էլ մայրաթոր գնալ չի կարող։ Շատ եմ ուզում գնամ, բայց ինչ ասեմ։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Իրանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են բանակցել ամերիկյան կողմի հետ։ Հայաստանաբնակ իրանցիները նորից ահազանգում են ճնշումների մասին։ Ուկրաինան կրկին լայնածավալ հարձակման է ենթարկվել, Պուտինը համաձայն է Զելենսկիի հետ հանդիպել միայն Մոսկվայում։ Եվրամիության խոշոր դրամաշնորհը Վանաձորին ուղեկցվում է սկանդալներով։ Ազատությունը բազմաթիվ հրապարակումներ է արել, որ հատկացված միջոցները չեն ծառայել նպատակին։ Հիմա գումարի հետևից նաև եվրոպացիներն են եկել։ Ազատության տեղեկություններով Եվրամիությունը 5 տարի առաջ Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը, մոտ 300,000 եվրոն հետ գանձելու պահանջ է ներկայացրել իր հետ կնքած պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար։ Դեռ 2 շաբաթ առաջ համայնքապետարան հարցում էինք ուղարկել, արդյոք պատրաստվում են վերադարձնել Եվրամիության պահանջած գումարը եւ ինչ միջոցներից կարվի հետ գանձումը։ Արդյոք տեղական բյուջեից թե պաշտոնյաների անձնական գրպաններից կվերադարձվի անարդարացի ծախսերի պատճառով առաջացած պարտքը։
Քաղաքապետարանից չեն հերքել, որ կա այդպիսի պահանջ, բայց 1 ամիս հավելյալ ժամանակ են խնդրել հարցերին պատասխանելու համար։ Տեղեկացնում ենք, որ ներկայացված հարցի ուսումնասիրման եւ համապատասխան գործընթացների ամբողջական իրականացման նպատակով ձեր հարցմանը կպատասխանվի 30-օրյա ժամկետում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 2021-ից Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին 4 միլիոն եվրո նվեր էր տվել Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում Գյումրիում ու Վանաձորում նոր էկոլոգիապես մաքուր տրանսպորտ եւ փողոցները մաքրելու ավելի հարմարավետ սարքեր ունենալու, աղբի վերամշակման հոսքագծեր եւ տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու, նաեւ ուսուցման ծրագրեր կազմակերպելու համար։ 5 տարի է անցել, Գյումրիում այդպես էլ խոստացված 5 էլեկտրական ավտոբուսները չեն գործարկվել։ Վերամշակման հաստոցները, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ կարող են արտադրել, պահեսներում են անգործ։ Մյուս բաղադրիչների ճակատագիրն անհայտ է։ Վանաձորում ավտոբուսները ուշացումով, բայց երթուղի դուրս եկան։ Չնայած այս ամենին ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին դեռ 1 տարի առաջ պնդում էր, թե ամեն ինչ հաջողությամբ ավարտվել է։ Չնայած այդ բոլոր խոչընդոտներին, ի վերջո ծրագիրը կայացավ։ Լափաուրին բացառել էր որևէ շեղում Եվրամիության կանոններից, վստահեցնելով, որ միջազգային կառույցներն իրենց գործունեությունը դիտարկել են խոշորացույցով։ Որևէ խնդիր մենք ծրագրի ընթացքում չենք ունեցել, որևէ խնդիր, որովհետև մենք չի հայտնաբերել, որևէ չի կարող հայտնաբերել։ Այդ դեպքում ինչու է Եվրամիությունը գումարի 7.5%-ը ետ գանձելու պահանջ ներկայացրել։ Ազատության տեղեկություններով կասկածի տակ է աշխատակիցների ընտրության թափանցիկությունը։ Ինչպես է ստացվել, որ ծրագրի 8 աշխատակիցների կեսը համայնքապետարանի պաշտոնյաների կանայք ու դուստրերն են։ Ինչու են մրցույթներում հաղթել հենց նրանք կամ ինչու է յուրաքանչյուր աշխատանքի համար ընդամենը 1 դիմորդ եղել։ Ծրագրի ղեկավարը պնդել էր, թե տեղյակ չի եղել, որ իր թիմակիցները պաշտոնյաների հարազատներն են։ Ես չգիտեմ, ասենք իրավական առումով, թե նաև ընդհանրապես, իրենց ոնց ասեմ, ընտանեկան, այսպես ասած, ներքին խոհանոց ես չեմ մտնում, ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ով ում ամուսինն է, անկեղծ։ Կասկածելի են նաև խոշոր գնումները, իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ավելի վաղ նկատել էր, միջազգային հեղինակավոր ընկերությունները ծրագրին չեն մասնակցել, քանի որ հայտարարությունները տեղադրվել են բացառապես հայալեզու կայքերում, դառնալով անհասանելի արտասահմանյան կազմակերպությունների համար։ Կոնկրետ Itender.am հայկական կայքա, որը չի կարող նաև համարվել միջազգային դույա, ու այստեղ հարց է առաջանում, թե ենթադրենք վրացի կամ այլ ազգի ներկայացուցիչները ոնց են մտնում ու գործում եւ գտնում ինչ-որ ինֆորմացիա կամ մասնակցում այդ տենդերներին։ Դեռ անցած տարեվերջին Լոռու նախկին մարզպետ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը Վանաձորի Լոռի հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր Եվրամիության այս թանկարժեք ծրագրին ու հայտարարել, թե իրավապահները քննություն են սկսել։ Ես մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ համապատասխան մարմինները, հակակոռուպցիոն մարմինը դրանով զբաղվում է, եւ սա նույնպես իրավական խնդիր է եւ Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք տեղյակ էիք այս չարաշահումների մասին, շահերի բախման մասին։ Իհարկե տարբեր խոսակցություններ եղել են, ես ուսումնասիրել եմ, բայց սա նորից եմ ասում, սա ոչ թե քաղաքական խնդիր է, սա իրավական խնդիր է։ Դատախազությունը դեռ չի հաստատում այս տեղեկությունը, քաղաքապետարանն ու ծրագրի ղեկավարը լռում են։ Նատալիա Լափաուրին այսօր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Պաշտոնյաների ծրագրի ղեկավարների լռության պայմաններում անհասկանալի է, ով է վճարելու փաստացի կիսատ պրատարված ծրագրի ու խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունելու գինը։ Նախորդին ըստ էության տապալվել է անգլերենի ընդունելության քննությունը, թեստերում տեխնիկական սխալները դահլիճում շփոթ են առաջացրել, անսխալ թեստ ստացած աշակերտներին էլ շեղելով։ Միայն բողոքներից հետո նախարարությունը ստիպված եղավ նոր քննություն նշանակել։ Շաբաթօրն անգլերենի միասնական քննություն հանձնած դիմորդներն անորոշ վիճակում են հայտնվել։ Տպագրական սխալներ են հայտնաբերվել 2, 4 եւ 2-րդ թեստերում։ Դիմորդներից մեկի ծնողը, որ չցանկացավ ներկայանալ, Ազատությանն ասաց, սխալը նկատած իր երեխային, նախ առաջարկել են անտեսել դա ու առաջ անցնել, հետո նոր հասկացել, որ իսկապես խնդիր կա։ Հենց քննության ընթացքում 3-րդ թեստի 16-րդ էջը եկել էր 4-րդ թեստի մեջ էր ընկել։ Երեխան, որ քթել է առաջին
սխալը ցույց տալուց ասել են ոչ ճիշտ է, անտեսեք անցեք։ Երեխաներն էլ պատկերացրել որ հնարավոր է քննության թեստերի մեջ այդքան սխալներ լինեն, ահագին տանջվելուց, լուծում փնտրելուց հետո համարձակվել են տարածել, որ միգուցե այս այլ է սխալ։ Տարել են, ստուգել են, քրծարած էջեր են բերել ու ասում են սա լդացեք դրա փոխարեն։ Սխալն ընդունած գնահատման եւ թեստավորման կենտրոնի Facebook-յան էջում դիմորդներն ու ծնողները երեկվանից դժգոհ գրառումներ են անում։ Ընդամենը 2 տարբերակ է գրված. միթե չէր կարելի նախապես տպագրական սխալներից խուսափելու համար կրկնակի ստուգել նոր անցկացնել թեստը։ Հայաստանում 2 տասնամյակ շարունակ քննությունների կազմակերպմամբ ու թեստերի մշակմամբ զբաղվող կենտրոնը 3 պաշտոնապես հայտարարեց, որ լրացուցիչ քննություն հանձնելու հնարավորություն կտրվի այն դիմորդներին, որոնց բաժին էր ընկել այդ 2 տարբերակներից մեկը։ Այս հայտարարությունը նոր դժգոհության պատճառ դարձավ։ Թող քննություն կազմակերպեն բոլորի համար։ Առաջին եւ երրորդ թեստ գրողներին էլ խանգարել են, ինչի արդյունքում շատ դիմորդներ կորցրել են միավորներ, շատերն էլ չնայած անմարդկային ու խեղաթյուրված թեստերի հավաքել են բարձր միավորներ։ Թող քննություն տան բոլորը ու պահպանվի նաեւ անցած գնահատականը։ Ես օրինակ առաջին տարբերակն եմ եղել, բայց չեմ կարողացել կենտրոնանալ լսարանում տիրող խառնաշփոթի պատճառով։ Ու կարծում եմ, որ միակը չեմ։ Ես որպես դիմորդ կխնդրեի նոր քննություն նշանակել, քանի որ տուժել ենք բոլորս։ Լրացուցիչ քննություն պետք է կազմակերպել բոլորի համար, քանզի իրարանցումը առաջացրել է անհարկի աղմուկ, որը խանգարել է երեխաներին։ Այսօր արդեն գնահատման եւ թեստավորման կենտրոնը նոր հայտարարություն տարածեց։ Մարտի 1-ին երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորություն կունենան բոլորը։ Եթե դիմորդը երկրորդ անգամ ցածր միավոր ստանա, ապա հիմք կընդունվի բարձրը։ Կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանն ասում է, այս որոշումն ընդունել են աղմուկը դադարեցնելու համար։ Վրիպումը իսկապես մերն է, բայց դա տպագրական խոտան է եւ պարզվում է, որ դա էլ է հնարավոր, որովհետեւ 2 տասնամյակից ավելի միասնական քննություններ կազմակերպող գնահատման եւ թեստավորման կենտրոնի պրակտիկայում սա առաջին դեպքն էր։ Այնուամենայնիվ որոշում գտնվել է։ Դա չի նշանակում, որ որոշակի ճնշման ազդեցության տակ պարզապես մեր դիմորդներն են։ Մենք իրենց համար ենք քննություններ կազմակերպում եւ ընդունելությունը կազմակերպում։ Որոշվել է այդպես։ Կան շահարկումներ, չեմ ուզում ասել ինչ շրջանակներից, բայց մարդիկ են մտածում են հնարավորություն է, եկեք մի անգամ էլ փորձենք, գուցե ավելի բարձր միավոր ստանանք։ Բացի տեխնիկական խոտանի պատճառով առաջացած աղմուկից ու խառնաշփոթից բազմաթիվ դիմորդներ եւ նրանց ծնողներ նաեւ բողոքում են ցուրտ քննասենյակներից։ Գնահատման թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատուն ասաց, իրենց տեղեկություններով քննասենյակներում ցուրտ չի եղել։ 3 ժամ, 2.5 ժամ քննություն է։ Երեխաներն էլ բնականաբար օբյեկտիվորեն լարված են, որովհետև քննություն են հանձնում։ Հնարավոր է, որ ինչ-որտեղ ինչ-որ խնդիր լինի, բայց մենք շարքերում նաև ջեռուցիչներ ենք դնում, չհաշված, որ դահլիճները ջեռուցում են։ Այս ամենից բացի մեկ այլ դժգոհություն կա։ Ազատության հետ զրույցում մեկ այլ ծնող պատմեց, դիմորդներից շատերը պարապել են շտեմարանով, բայց քննաթերթիկում եղածը հիմնականում կապ չի ունեցել այդ շտեմարանի հետ։ Չեմ ասում մեր 19-25 սպասեմ, բայց 12-13-ի սպասելուց են եղել, բայց եղել է շատ ցածր, որովհետև պարապել են տվել շտեմարանով, որ անցած տարվա քննությունը եղել է 80 հարց, կարծեմ 70-ը եղել է շտեմարանին համապատասխան։ Իսկ այս տարի շտեմարանից ոչ մի բան չի եղել, երեխեքը նստել են լրիվ անծանոթ թերթիկի դիմաց։ Ոչ մի բանը չի համապատասխանել իրանց այս մի տարի անքուն գիշերներին այդ որ սովորել են, այդ ձև բան չի եղել մեջը։ Մենք ահավոր գումարներ ենք ծախսել այդ պարապմունքների վրա։ Թեստի հիմքը շտեմարանը չէ, թեստում քննական ծրագրում եղած նյութն է։ Շտեմարանի վրա պետք չէ հիմնվել։ Արձագանքում են գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Շաբաթօրն անգլերենի քննություն է հանձնել ավելի քան 7000 դիմորդ։ Թե նրանցից քանիսին էր վրիպակներով թեստը բաժին ընկել, ԳԹԿ-ում էլ չգիտեն։ Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությունից շատ չանցած ոստիկանները սկսեցին սահմանափակել իրանցիների ցույցերը Երևանում, իրենց դեսպանատան դիմաց արգելվեց երթը, բողոքի ակցիայի մասնակիցներից բերման ենթարկվեցին։ Հիմա էլ իրանցիներն ահազանգում են ճնշումների մասին։
من وقتی اینجا حاضر شدم به من گفتن که ما با ایران رابطه خیلی خوبی داریم. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ կապ հաստատեց ինձ հետ եւ հրավիրեց Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենք։ Զրույցի, երբ ես այնտեղ ներկայացա, ինձ ասացին, որ Հայաստանն Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի եւ որ մենք ընդհանրապես չպետք է մասնակցենք նման հավաքների։ Ասացին, որ մեր արածը ամբողջովին սխալ է եւ եթե շարունակենք այդ գործունեությունը, հնարավոր է մեր ձերբակալությունը կամ նույնիսկ արտաքսումը դեպի Իրան։ Նրանք նաև պահանջեցին, որ այլևս չմասնակցեմ այդ հավաքներին։ Ես նրանց խոսքերին լուրջ չվերաբերվեցի, քանի որ իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հասկացել էի, որ մեր գործողությունները լիովին օրինական են։ Այդ պատճառով ես կրկին մասնակցեցի այդ հավաքներին։ Մի քանի օր անց նրանք կրկին կապ հաստատեցին ինձ հետ, ինչպես նաև կապ էին հաստատել մյուս երիտասարդների հետ եւ ասացին, որ իրենք իրենց աշխատակիցներին կուղարկեն հավաքների եւ եթե կրկին այնտեղ հայտնվենք, մեզ կձերբակալեն, կբերեն այնտեղ եւ մեզ կհանձնեն Իրանի իշխանություններին։ Իսկ շատ չանցած Դոնալդ Թրամփի սպառնալիքից թե հուժկու հարված կհասցնեն Իրանին, Թեհրանը հայտնեց, որ պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնի հետ պայմանով, որ երկխոսությունը լինի փոխադարձ հարգանքի վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է պետականամետ Ֆարսը իր աղբյուրներին հղումանելով։ Ըստ գործակալության նույն աղբյուրների բանակցությունները նվիրված կլինեն բացառապես Իրանի միջուկային ծրագրին։ Իշխանական TASNIM-ն էլ հաղորդում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, թեև դրանց անցկացման օրն ու տեղը դեռ որոշված չէ։ Իրանից բանակցություններին կարող է մասնակցել արտգործնախարարը, իսկ ԱՄՆ-ից Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ։ Այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։ Իհարկե նա այդպես պիտի ասեր, բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր եւ հուսով եմ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք նա ճիշտ էր, թե ոչ։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն անմիջապես բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ եւ հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտադրությունից։ Մինչդեռ Իրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում։ Իրանի գերագույն առաջնորդն էլ մինչ այդ հայտարարել էր, որ պատերազմ սկսելու ԱՄՆ սպառնալիքները նոր չեն եւ Իրանին չեն վախեցնում։ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա, ապա հավելել, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այս անգամ դա տարածաշրջանային պատերազմի կվերածվի։ Իրանցիները չեն վախենում արդար բախումից։ Մենք չենք նախաձեռնողները եւ չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանական պետությունը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա եւ կհետապնդի իրեն։ Իրանի արտգործնախարարն իր հերթին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ, թեև լիովին պատրաստ է դրան, ընդ որում շատ ավելի լավ, քան անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Աբբաս Արաղչին նշել է, որ որոշ տարրեր ակնհայտորեն ցանկանում են Դոնալդ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ, իրենց շահերից ելնելով, ապա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բավական խելացի է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Նրա խոսքով Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, որը 2018-ին միակողմանի դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ գործարքից, իսկ անցած հունիսին էլ Իսրայելի հետ հարվածեց Իրանին այն դեպքում, երբ Թեհրանը ցանկանում էր բանակցել։ Բանակցելու համար նաև պետք է վերականգնվի Իրանի վստահությունը, ասել է արտգործնախարարը։ So we don't have any good experience, any positive experience of talking with Americans. Մենք ամերիկացիների հետ բանակցելու լավ դրական փորձառություն չունենք։ Իմաստալից բանակցություններ սկսելու համար մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը։ Who are trying to build this confidence. It is difficult, but they are trying. Ըստ Արաղչիի նոր բանակցություններ հնարավոր են, եթե ամերիկյան թիմը կատարի այն, ինչ Թրամփը գրել էր սոցցանցում, հասնել արդար եւ հավասար պայմաններով գործարքի։ Եթե այդպես է, վստահ եմ կարող ենք համաձայնության հասնել, ասել է նա։ Արտգործնախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու դիվանագիտական տարբեր խողովակներով ընթացող գործընթացների մանրամասները եւ արդյունքները ակնկալում առաջիկա օրերին։ Թեհրանը նաեւ ցանկանում է, որ շուտապույտ վերացվեն պատժամիջոցները, ասել է Էսմայիլ Բաղային։ در ازای اعتماد سازی Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունների հետ կապված վստահության ամրապնդման եւ պատրվակները վերացնելու դիմաց անկասկած մեր պահանջն է չեղարկել վերջին տարիներին Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված անարդար պատժամիջոցները։
Reuters-ը իրանցի 3 աղբյուրի հղումով հայտնում է, որ անցած շաբաթ Թրամփը 3 նախապայման է առաջ քաշել բանակցությունների վերսկսման համար։ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ դադարեցնի տարածաշրջանում իր պրոքսիներին աջակցությունը։ Իրանը վաղուց մերժել է բոլոր 3 պահանջները, պնդելով, որ 3-ն էլ իր իշխանության անընդունելի խախտում են։ Սակայն 2 իրանցի պաշտոնյաներ գործակալությանն ասել են, որ հոգեվոր իշխանությունը համարում է, որ եթե ուրանի հարստացման դեպքում զիջումները հնարավոր են, ապա հրթիռային ծրագիրը սակարկելի չէ։ Կրեմլը բացառում է, որ Պուտինը կհանդիպի Զելենսկուն որևէ չեզոք տարածքում։ Ռուսական կողմն այսօր պնդել է ամփոփող դիրքորոշումը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայում։ Միաժամանակ Ռուսաստանն այսօր հաղորդել է, որ գրավել է Զապորոժիեի Պրիդորոժնեյե բնակավայրը, որ մարզկենտրոնից մոտ 60 կիլոմետր է հեռու։ Ուկրաինան այս տեղեկությունը չի մեկնաբանում։ Ռուսաստանի հարվածներից դարձել խաղաղ ուկրաինացիներ են զոհվել։ Պավլոգրադի մարզում ավտոբուսի մոտ անօդաչուի հարվածի հետևանքով սպանվել է 15 մարդ, նրանք հերթափոխից վերադարձող հանքափորներ էին, իսկ հարևան Զապորոժիե քաղաքում առնվազն 6 մարդ է վիրավորվել ծննդատան վրա հարձակման հետևանքով։ Մի քանի օրվա դադարից հետո Ռուսաստանը նաև վերսկսել է հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգի օբյեկտներին։ Այս գիշեր դարձյալ առանց հոսանքի են մնացել մի շարք բնակավայրեր։ Ни світла, ни води, ни каналізації, нічого, ні тепла. Ոչ հոսանք կա, ոչ ջուր, ոչ ջեռուցում։ Գոյուղին էլ շարքից դուրս է եկել։ Այս շենքն այլևս բնակության համար պիտանի չէ։ Ստիպված այլ վայրում տուն ենք վարձել։ Ліфта, щоб був, і другий поверх. Чесно кажучи, не відчувається. Եթե անկեղծ ոչ մի էներգետիկ հրադադար էլ չնկատեցի, որովհետև դեռ խնդիրներ կան, հոսանք ու ջեռուցում չկա, մեկ միանում է, մեկ անջատվում, շատ դժվար է։ І, ну, зараз складновато трошки. Тепліше завдяки тому, що ми рухаємося, завдяки Այսպես ավելի տաք է, որովհետև շարժման մեջ ենք լինում։ Իսկ տանը ոչ հոսանք կա, ոչ էլ ջեռուցում։ Իմ տանը գազ չկա։ Ու որ հոսանքն անջատվում է, ոչ ջուրն է գալիս, ոչ էլ ջեռուցումն է միանում։ не води, не опалення, нічого. От, тому так і розважаємося. Да. Սա թվարկման վերջին լուրն էր, օրվա մյուս տեղեկությունների համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։